Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, կրկին եթերում ես եմ, Լիլիթ Աղեկյանը եւ խնդիր ունեմ ներկայացնելու ինձ հետ առնչվող քրեական գործը, իմ նկատմամբ հարուցված քրեական գործը, որի, այսպես ասած, հեղինակները, գործկարողները, շուլուլողները, դա Շիրակի մարզի Դադախազ Չիչոյանն է, ներբեռնված Դադախազ մոռացա ասել, ինչպես ես միշտ եմ ասում, նրա տեղակալ Արեգ Խաչատրյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ղասապ Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Կումայրի բաժնի պետիկ Կարենչիկ Գևորգյանը, Շիրակի մարզի քննչական վարչության պետիկ նորօրյա մեծահարուստ Աղասիկ Իսահակյանը, մի խումբ մենթեր, մենթուիներ, քննիչներ եւ քննիչուհիներ, այսպես ասած, ուրեմն խնդիրը հետեւյալն է, որովհետեւ ես ձեր լսելիքը չծանրացնեմ, ըստ էության, այսօր պետք է կայանար Շիրակի մարզի առաջին արձանի ընդհանուր ավազության դատարանի Մարալիկի նստավայրում այս իմ դեմ ներկայացված մեղադրանքի քրեական գործի քննությունը, բայց բոլոր այն մարդիկ ում անունները ես տվեցի, ընդհանուր թվով 10 հոգի, մի հոգի է պակասում, որ ֆուտբոլի կոմանդա լիարժեք ձևավորվի, չէին ներկայացել դատարան։ Շատ ուշագրավ փաստի հանդիպեցինք, նախ ինչի համար շատ կարճ հիշեցնեմ, ինչի համար է հարուցվել իմ նկատմամբ այդ քրեական գործը, որի પર ես հրապարակել եմ այնպիսի արատավոր կամ նշված անձանց իրավունքներն ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկատվություն, որը իրենց առօրյային, իրենց աշխատանքին խանգարել է։ Խոսքը վերաբերում է, նորից կրկնեմ, Վահրամ Ենգոյանին, այս Ազադանի բդեշխին, որին ըստ իմ ունեցած տեղեկությունների մեծ հողատարածքներ են պատկանում Ազադանում, բայց ձևակերպված են տարբեր մարդկանց անուններով, Աղասի Իսահակյանին, որի վերաբերյալ եղավ մամուլի հրապարակում, դուք գիտեք, տան հետ կապված, թե ինչ գնով էին տունը գնել, մոտ $150,000 էր մամուլում նշված եւ այն փաստին, որ սա փաստորեն գործարքներ է անում տարբեր անձանց հետ բանակից ազատելու զինապարտներին, քննիչներ ունի, որոնք իր սիրելիներն են եւ իր կոպիտ ասած 10 ովշիկներն են, եւ այդ իր ծննդյան օրվա կապակցությամբ էլ ըստ մամուլի հրապարակման, բացեք 168 EM-ը կարտացեք, պարտադրում է, որ քննիչները 30-ից 40,000 դրամ իրեն նվերի ուրեմն փող տան։ Հաջորդը Սևակ Սարգսյան, սա հեչ, սա ձեռնասուն մենտ է, Լուսինե Համբարձումյան, այս աղջիկը դեռ շատ պատասխաններ ունի տալու այս քննիչուհին տարբեր գործեր կարող ու կոծկող, բոլորին Բերտաշեն, 27 դպրոց, առաջի արհեստագործական ուսումնարան եւ այլն, այս աղջիկը անվան հետ են կապվում 32 դպրոց, մեկի նկատմամբ հարուցել է, մյուսինը կոծկել է եւ այլ, Կարեն Գևորգյան, տեսա շատ պանձալի դեպք երևույթ է, իր հետ կապված կա քրեական վարույթ նախաձեռնված, որովհետեւ ինքը պետությունից թաքցրել է իր ուրեմն ունեցվածքը եւ հավաստագիր չի ներկայացել, Արեգ Արշավիրի Խաչատրյան, սա Չիչոյանի տեղակալն է, Արմեն Դմիտրիի Չիչոյան, սա Շիրակի մարզի Չիչոյան Դադախազն է, Ռիմա Վոլոդիայի Դավթյան, Վիրապ Հովանեսի Սաֆարյան, սրանք այն բոլոր անձինք են, որոնց նկատմամբ ես արել եմ գրառումներ եւ այդ գրառումները կամ իմ ելույթները արադավորել են իրենց կամ իրենց իրավունքներին ու օրինական շահերին վնաս են պատճառել։ Այդ փաստով է, այդ հոդվածով է հարուցված քրեական գործը, նույն հոդվածն է, մի ժամանակ ասել եմ, ինչը Էդգար Ղազարյանինն է, քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մաս, արդեն անգիր եմ սովորել, եւ հիմա այս գործի քննությունը պիտի լիներ հերթական այսօր
Մարալիգի նստավայրում Շիրակի մարզի, բայց հանկարծ դատարանում մեզ ուրեմն դատավորը ներկայացրեց այսպիսի փաստաթուղթ, որը ներկայացել է պարոն Չիչոյանը, 3 պարբերություն է, ես պիտի խնդրեմ, որ դուք մինչև վերջ եւ ուշադիր լսեք, որովհետեւ սա պարզ ասած ցրան վերգոյության կներեք դրսևորում է, ուրեմն ինչ է գրում Չիչոյանը դատավոր Իսրայելյանին, հարգելի պարոն Իսրայելյան, ի պատասխան ձեր 25 թվականի մարտի 5-ի այսինչ գրության, որը մարզի դատախազություն է ստացվել 25 թվականի մարտի 11-ին, հայտնում են, որ գրությամբ նշված թիվ ՇԴ 0279/01/24 քրեական գործով, ինչպես նաև ուշադիր հարգելի ժողովուրդ, որևէ այլ քրեական վարույթով, քրեական գործով, ես եւ մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանը, ուշադիր, երբևէ չենք ծանոթացել տուժող ճանաչելու մասին որևէ որոշման, հետևաբար թե հիշյալ քրեական գործով եւ թե որևէ այլ քրեական վարույթով, քրեական գործով չենք ծանոթացվել որևէ քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից եւ երբևէ չենք հարցաքննվել։ Ինչ վերաբերում է թիվ ՇԴ 0279/01/024 քրեական գործով, դա ինձ հետ առնչվող գործն է, իմ նկատմամբ հարուցված, միայն վարույթին մասնակցող անձանց ցանկում դատակոչի ցուցակում ներառված լինելու հանգամանքին, ապա հայտնում եմ, որ վերոնշյալից նույնպես փաստվում է մեր հիշյալ քրեական վարույթով հարցաքննված չլինելու հանգամանքը, հակառակի պայմաններում մեր ցուցմունքները ներառված կլինեին մեղադրանքի կողմից ներկայացվող ապացույցների ցանկում, ամբողջ վերոգրյալի համատեքստում հայտնում եմ, որ թիվ ՇԴ 0279/01/24 քրեական գործով որևէ այդ թվում գույքային հայց ներկայացնելու միջնորդություն չունենք եւ ըստ էության չենք կարող ունենալ, ինչպես նաեւ հիշյալ քրեական գործին մասնակցելու անհրաժեշտությունը եւս բացակայում է, ինչով պայմանավորված խնդրում ենք այլևս քրեական գործի ընթացքի նիստերի եւ արդյունքների մասին մեզ չտեղեկացնել եւ չծանոթացնել։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, ես կարտացի ձեզ, որ ես կոնկրետ 26/06/24 թվականին որպես մեղադրյալ հրավիրվել եմ ծանոթագրով ուրեմն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորի քննչական բաժին, որովհետև քննիչ Ամինասյանի մոտ, որովհետև մեջբերում եմ ձեր կողմից այսինչների նկատմամբ ուրեմն արադավորող կամ նշված մարդկանց իրավունքներին եւ օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ են հրապարակվել եւ հարուցվել է իմ նկատմամբ քրեական վարույթ։ Չիչոյանը ստում է, Չիչոյանը զադնի է դրել Ռաֆի Հովհաննիսյանի պես ասած Բուտինի մոտ զադնի է դրել, ինչ է զադնի դրել, Չիչոյան ում ես էշի տեղ դրել, հա, ում ես էշի տեղ դրել, ուրեմն հիմա ես ներկայացնում եմ փաստեր, հարգելի ժողովուրդ, կներեք քրեական գործը ես պիտի թերթեմ, որպեսզի ձեզ ներկայացնեմ, որ Չիչոյանը ստում է, որ ինքը տուժող չի եղել, ընդամենը եղել է տուժողների ցուցակում, հա, դատակոչվածների ցուցակում ընդամենը եղել է, այս իրականությամբ է ասվում, ուրեմն երբևէ չի հարցաքննվել, չի եղել, դատակոչի ցուցակում է ընդամենը եղել։ Ուրեմն ես ձեզ ներկայացնում եմ, սա իմ նկատմամբ հարուցված քրեական գործի միայն առաջին հադորն է եւ ուրեմն թերթում ենք, հիմի ներկայացնում եմ ես ձեզ, կներեք, էջադրել եմ, որպեսզի հեշտ գտնեմ, ուրեմն Արեգ Խաչատրյանին, Շիրակի մարզի Չիչոյան դատախազի տեղակալին տուժող ճանաչելու քննիչի որոշումը։ Ուրեմն Չիչոյան Արեգ Խաչատրյան ագնոց դրեք եւ նայեք քրեական գործի նյութերը H65 որոշում տուժող ճանաչելու մասին։ Ուրեմն ՀՀ ՔԿ
ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Մինասյանս վերանայելով վարույթում ըստ քննվող թիվ այսինչ քրեական վարույթի նյութերը, էլ չեմ կարդում, գալիս եմ մինչև վերջ, որոշեցի քրեական վարույթով Արեգ Արշավիրի Խաչատրյանին ճանաչել տուժող։ Երևաց ճանաչել տուժող քննիչ Ա. Մինասյան, կրկնում եմ, քրեական գործի 65-րդ էջն է, ճանաչվել են տուժող, անցնում ենք առաջ, ուրեմն էջ 69-ից 71, նորից քննիչն է և գրած է, որոշեցի քրեական վարույթով Արմեն Դմիտրի Չիչոյանին ճանաչել տուժող քննիչ Ա. Մինասյան։ Հաջորդը ուրեմն 120 էջ քրեական գործի, այստեղ արդեն Շիրակի մարզի Թադախազ արտարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Չիչոյանին և Շիրակի մարզի Թադախազի տեղակալ 2-րդ դասի խորհրդական Ա. Խաչատրյանին գրում է, ուրեմն քննչականի բաժնի պետի պարտականություններ ժամանակ կատարող արտարադատության 3-րդ դասի խորհրդական Ա. Զ. Մանուկյանը, այդ զինվորական կայազորի բանն է, բաժնի պետի պարտականությունները կատարողն է, խնդրեմ տեսեք, ես էլ ցույց տամ և բովանդակությունը կարդամ։ Ինչ է գրում, հայտնում եմ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 492-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող 18.03.38 գծի 23 քրեական վարույթով որոշում է կայացվել ձեզ տուժող ճանաչելու մասին։ Ուղարկում եմ թիվ այսինչ քրեական վարույթով տուժող ճանաչելու մասին որոշումների պատճենները, այսինքն իրանք իրազեկ են և ուրեմն իրազեկվել են, որ իրենք տուժող են ճանաչվել։ Գնում ենք հետ։ Ուրեմն ստեղ իմ դեմ հաղորդում է ներկայացել ոստիկանության քոք բաժնի Woman G. Մկրտչյան, սրան ես անդրադարձել եմ, Գրիգոր Վարդանի Մկրտչյան, գրել է, որ ինքը միշտ դիտարկել է իմ էջը և գրել է, որ իբր իմ էջը, չգիտեմ, այստեղ բացուցեն ես որտեղից է, որովհետև այս գործի մեջ շատ շինձու բաներ կա, որ Լիլիթ Աղեկյան օգտատերը սույն թվականի սեպտեմբերի 25-ին Facebook սոցիալական ցանցում հրապարակել է քննիչի քննչական մարմնի ղեկավարի մարդու իրավունքների պաշտպանի մասին արադավորող տեղեկություններ և մի խոսքով գրում է, որ անհրաժեշտ է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հաղորդում և կից փաստաթղթերը ուղարկել քննչական կոմիտե։ Լագոտ դու ով ես, որ դու պիտի որոշես հապաղ թե անհապաղ։ Կներեք, իրականում, որովհետև իրանք բոլորը լագոտ են, ինչպես մենք բոլորի հետ շփվում առնչվում ենք ու դրանում համոզվում ենք։ Հաջորդը, ուրեմն ուշադրություն դարձրեք, որ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու այս ամեն ինչի հիմքում այստեղ գրած է դատախազության ստորաբաժանում Շիրակի մարզի դատախազություն, խնդրեմ, Շիրակի մարզի դատախազություն։ Հիմա մեկ այլ էջ էլ ցույց կտամ և չեմ ծանրացնի ձեր լսելիքը, որ դա անընդհատ կրկնվում է։ Ուրեմն մի հատ շպինգալետ կա, մի հատ կիսագրագետ Չիչոյանա, Աղասիկ Իսահակյանական բրելոկ, իրավաբանական տահաս, դա Միքայել Ավետիսյան է, ուրեմն ինչ է սա գրել 07-11-23 թվականին։ Քննչական սա նա է, ով որ հարուցել է գործը իմ նկատմամբ, սկզբում իհարկե չի հարուցել, հետո հիմա ես դա կկարտամ Արեգ Խաչատրյանի պարտադրանքով, այն որ ասում է, որ ինձանից տուժող չէ,
ուրեմն հարուցել է տվել այս Միքայելին գործը։ Հիմա տեսեք սա ինչ է գրում։ Քննչական Կոբիդեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող 180338 գծի 23 քրեական վարույթով նախաքննության ընթացքում իմ լիազորությունների կապակցությամբ հայտնաբերել եմ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ փաստական տվյալներ սուդը, որ դու հայտնաբերել ես։ Դու ես հայտնաբերել այ լամուկ։ Քեզ ասել են դու հայտնաբերել ես։ Երկրորդը, տեսեք, Չիչոյանն ասում է, որ ինքը տեղյակ չէ, ոչ մի կերպ ինքը այս գործի հետ չի առնչվել։ Նորից եմ ցույց տալիս 07-11-23 թվականին քրեական գործ հարուցելու մարմինները, որոնք որ այստեղ նշած են։ Տեսեք, քննչական մարմին Շիրակի մարզային քննչական վարչություն, բացեք Չիչոյան ես ինչ ես 55 էջը քրեական գործի կարտացեք, դատախազության ստորաբաժանում Շիրակի մարզի դատախազություն, բացեք տեսեք, խնդրեմ։ Հիմա հարց, եթե դու չես տուժել, քո վերաբերյալ եթե կայացվել է աբորինի որոշում, որ դու ինձանից տուժող ես, բա ինչի միջև այսօր չես բողոքարկել, պարոն Չիչոյան, այսինքն քեզ կակույնի բուց քննիչը ներառել է, ճանաչել է տուժող, դու էլ բանից բեխաբարներ քաշվել ես, հանկարծ ես իմացել, որ դու տուժող ես, այն դեպքում որ Շիրակի մարզի դատախազության բանն ես, ղեկավարն ես, Շիրակի մարզի թիվ 1 իրավապան ես եւ քրեական գործի նյութում գրվում է, որ դատախազության ստորաբաժանումը, որը հաստատել է սա, իմ նկատմամբ քրեական գործը, դա Շիրակի մարզի դատախազությունն է։ Դու այս դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազն ես, թե ջուր կրողը, թե պատուհաններից թոզառնողն ես։ Ում ես էշի տեղ դրել ես գրությամբ։ Դու եթե ստեղ էլ անդրադառնալու բան չունեմ հարգելի ժողովուրդ, հիմա անդրադառնում է Չիչոյանին, այս սա իբր գեներալ, հիմա հարց եմ տալիս, դու եթե ներգրավել ես որպես տուժող, ու իբր տեղյակ չես, դու ու քո այս տեղակալը Արեգ Խավար Խաչատրյանը, որ ասում եք, որ դուք տեղյակ չեք, բացարձակ ընդամենը դատակոչի ցուցակում եք դուք ներգրաված, դուք ուրիշ բանից տեղյակ չեք։ Ես ինչ են արել, բա լսի, դու իրավաբան ես, չգիտեմ ինչ ես, համալսարան ես ավարտել, բա ինչու, ուրեմն չես բողոքարկել քո նկատմամբ կայացած որոշումը։ Ով է թույլ տվել կակույնի բուց քննիչին, քեզ դարձնել ինձանից տուժող։ Բա դու չես կանչում այդ քննիչին ասում, ագանջներդ կհիջեցնեմ համապատասխան տեղը, ես ինչ ես արել։ Ես տուժող եմ։ Ու դու գնում ես դու երբևէ տուժող չես եղել։ Երբևէ գույքային պահանջ չես ներկայացել։ Հիմա դու Չիչոյանն ես, Չիչոյանուհի ես, սեռափոխված ես, ինքդ ես, տղամարդ ես, կին մարդ ես, օնու ես, անհայտ են երրորդ սերից ես, դու ով ես։ Այս գործում Չիչոյան, Արմեն Դմիտրի Չիչոյան տուժողը ով է։ Հələ մի հատ ինձ կասես։ Այս գործի հսկողը դու ես, քո Արեգը դե, դուք եք այս գործը թխել։ Հիմի կարդում եմ ոնց են թխել։ Ուշադրություն դարձրեք, հարգելի ժողովուրդ, այս process-ը սրանք սկսել են իմ դեմ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից։ Հավաքել են տարբեր տեղերից ինչ որ բաներ կպցել են, ես լսարան չեմ, շատ մանրամասների չեմ անդրադառնալու, որովհետև այս գործի ընթացքը մի ուշագրավ փաստեր է բացահայտելու։ Տեսեք ինչ է գրվում։ Ուրեմն ասում է Այս քննիչն է գրել, հսկող դատախազին գրություն է ներկայացվել այն մասին, որ ստացված նյութերում բացակայում է քրեական օրենսգիրքը որևէ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշ, այսինքն չի փաստում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող էր տրվել քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Ինչ է գրվում ներքևում, Շիրակի մարզի դատախազի տեղակալ
Արեգ Խաչատրյանի կողմից հանձնարարություն է տրվել, հանձնարարություն, պատկերացնում եք, այն մասին, որ վարույթ չնախաձեռնելու հետ ներկայացված հաղորդմամբ եւ կից փաստաթղթերով փաստվում է այնպիսի դեպք, գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքի 490 հոդվածի երկրորդ մասով եւ քրեական օրենսգրքի 493 հոդվածի երկրորդ մասով նախատեսված նախնական իրավական քննադատական, ուստի անհրաժեշտ է հիշալ հոդվածներով նախաձեռնել քրեական վարույթ։ Լսեցիք, չէ՞, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանի կողմից հանձնարարություն է տրվել։ Այսինքն ինքը այս Արեգը հանձնարարել է գործը ամբողջությամբ շինել, կարել, շուլուլել, ինքն էլ մեջը տուժող է, իր շեֆն էլ հետը տուժող է, բայց հիմի զատնի են տրել, հիմի փախել են, հիմի վախվորած հետ են գնում, ասում են չէ, մենք տուժող չենք։ Լսի, որոշումները կարդացի, որ դուք տուժող եք ճանաչվել, էջերն էլ նշեցի, որ քրեական գործով, որ հոդվածներով եք դուք տուժող։ Անցել է, էսե արդեն տարի ու կես է, բա դու միա Չիչոյան ես, ինչ ես, Չիչոյանուի ես, չեմ հասկանում, դու ինչ սերի մարդ ես, էյագ ես, բա դու չես ասում ես ինչ, բա բողոքարգի, բա ինչի չես բողոքարգում այդ որոշումը, ինչի չես բողոքարգում, որ կակոյնի բուց քնիչ, քեզ ներառել է, դարձել է Աղեգյան Լիլիթից տուժող։ Մի բան էլ գրում է, ես չեն ինչ սանուցեք, ինչ տեղեկացնեք, ես այդ գործի հետ կապ չունեմ։ Ինչի՞։ Այդ կարելուց կապ ունեիր, հսկում էիր, ոնց է, ուրեմն հարուցել են գործը, սովորական էսպես ասեմ ժողովրդական բառով քննչականում, հետո ուղարկել են զինվորական քննչական բաժին, զինվորական, պատկերացնում եք, քննչական կոմիտեի 10-րդ զինվորական բաժին, ընդ որում դու դա այդ իրավունքը չունեիր, պարոն Չիչոյան, եւ քո Արեգ Խավար Խաչատրյանը չուներ այդ իրավունքը, դա պիտի աներ գլխավոր դատախազուին։ Դուք գերազանցել եք ձեր լիազորությունները եւ դրանից եք շատ կներեք, այսօր արդաթորել ձեր շալվարի մեջ։ Ուրիշ տարբերակ չկա ձեզ ասելու։ Երևի նաև այդ եք մտածում, որ դա է բացահայտվելու այս քրեական գործի մեջ, ինչպես նաև այս տիկոսահայյանական զիբիլները, որ դուք կպցրել եք այս գործի մեջ իմ նկատմամբ։ Հարգելի ժողովուրդ, ուրեմն ամբողջ իմաստը նա է, որ ես ձեզ ներկայացեցի Չիչոյանը, Արեգ Խաչատրյանը քննիչի որոշմամբ ճանաչվել են տուժող դեռևս 2023 թվականին։ Այսօր 25 թվականի մարտի 12-ի մեզ տրված քննությամբ Չիչոյանն ասում է, որ ես խաբար չեմ, որ ես այդ գործով տուժող եմ, չէ, ինչ տուժող։ Այ մարդը դուք խելար չեք, ոչ ես ընդամենը դադակոչի ցուցակում, ոչ հարցաքնվել եմ, ոչ բան, հո դուք խելար չեք, ինչ եք իմ գլխուս սարքել։ Էս է սրա ասածը։ Եվ ընդ որում Չիչոյանը Արեգ Խաչատրյանի պիսրն է։ Պիսր կրագիրը Արեգ Խաչատրյանի անունից էլ է կրություն ուղարկվել։ Այս նույն կրության մեջ ինքը շոշափում է նաև ես եւ իմ տեղակալ Արեգ Խաչատրյանը։ Լավ քաշեցին, չէ՞ ձեզի Շիրակի մարզի մենտեր քննիչներ ու քննիչուհիներ, մենտուհիներ, լավ քաշեցին, չէ՞ Չիչոյանն ու իրանց տեղակալը ձեզի քաշեցին գործի մեջ, սարքեցին լևի, որ դուք նստեք իմ դեմ հաղորդում տակ։ Այսօր իրանք քաշվան կողքի հիմի դուք եք պատասխան տալու։ Շատ լավ արեցին, ընդ որում ես Կարենչիկ Գևորգյանն էլ գրել է, որ ինքն է զբաղվածության պատճառով չի կարող գալ մասնակցել դատական նիստին։ Այդ դուք այսօր բոլորդ կարող եք բանեք, պանոսեք, կներեք, ինչ-որ փորթուլություն ունեք, բոլորը 10 դել չգաք, այսօր քրեական բանը գործի քննությանը, ինչի փախած եք մանկալից, այդ կան է ձեր պագոնի արժեքը, դատ եք տվել, տեր եղեք, տուժող եք ինձանից ճանաչվել, գրել եք, որ ես ինպիսի տեղեկություն եմ հրապարակել, որ արադավորել է ձեր անբիծ անունը, ծիծաղելի է, ձեր անբիծ անունը, դուք բոլորը բձավոր եք այդ իմաստով, բոլորը Չիչոյան, Արեգ եւ այլ, եւ այս ինչ բան է, մենք գալիս էր բաներից, այդ դատարանից մենք ինչքան գնացել ենք, նշվում էր, որ տեղ չի հասել նամակները,
ուզում եմ դրանց հասցեները գտնել, լավ, տեղ չի հասել նամակները, անհայտ հասցե, նույնիսկ այդ աղասիգը հետ բանը, պոչտայով եկել էր, որ անհայտ հասցե է, ես դատարանում ասել եմ, ինչի անհայտ, Չիջոյանի հասցեն գրած է, քաղաք Երևան, Ծառավաղբյուրի փողոց 66 բնակարան, չգիտեմ որ շենք, այն բանը, ինչ է, Արեգ Խավարի հասցեն գրված է, բանը, Հրազդան, չգիտեմ որ փողոց, Տիգրան Մեծի փողոց, բնակության, բացի դա ես դատարանին ասել եմ, ես ես ասում եմ, հաղթանակի պողոտը բանը 5, ինչքան գիտեմ դատախազության Շիրակի մարզի դատախազության հասցեն, ես ինչի են հետ ուղարկում նամակները, այն աղասիգը այդ մինի կրզոն, որ բանը Շիրակի մարզային քննչական վարչության պետիգը, դա ընդհանրապես հետ էր ուղարկել, գրել էր անհայտ հասցե, ես էլ եմ ասում եմ, թե ինչի Իսահակյան 26 հասցեն է Իրանը, գնացել եմ նույնիսկ նկարել եմ, ես ինչ խաղեր եք խաղում, ես ինչ եք փախնում ձեր իսկ շուլուլած գործից, տագն եք մնացել, կոբիդասա ժորտական բառով ասած ոտքերիդ եք գցել այս գործը, որովհետև Կարեն Գևորգյանի հետ կապված հարգելի ժողովուրդ, ես ստացել եմ պատասխան 24 թվականի, բայց այնտեղ ավելի թարմներ կա, Ուրեմն ինձ է պատասխանում հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ փսկողության վարչության դատախազ Զաքարյանը հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրի բաժնի պետ Գևորգյանի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում 24 թվականի հունվարի 5-ին քրեական օրենսգրքի 443 հոդվածի առաջին եւ 444 հոդվածի երկրորդ մասով նախաձեռնվել է թիվ 622 00824 քրեական վարույթը, որը գտնվում է նախաքանության փուլում, դուք եք մաքուր տղեկը, ես չէ, ես էլ նայել ենք, որ հայդարագիրն է պետությունից թաքցել, բոլորի նկատմամբ այսպիսի բաներ կա իմ մոտ, բոլորի, այս սրա համար են իրանք իմ դեմ այս քրեական գործը հարուցել, որ ես այս բացահայտումներով հանդես չգամ եւ չմերկացնեմ իրենց, դե Չիջոյանի, Արեգ Խաչատրյանի անգործության փաստերը դա Շիրակի մարզում ճպճպացող կոռուպցիան է եւ այն կոռուպցիոներները, որոնք հարգելի ժողովուրդ մեր բոլորի հախից գալիս են եւ չեն բռնվում որովհետև ատկատ են տալիս ամենայն հավանականությամբ գնում մուծվում են սրանք է փակում են այս Կարեն Գևորգյանն է ինչ է այս մենտիգը ուրեմն սրան ինչ ուղարկես գրում է բանը չեն հայտնաբերվել հանցագործության հատկանիշներ իրանից հետո ես ուսումնասիրում եմ այդ հատկանիշները ձեռք եմ բերում դնում եմ իրավապահների առաջ ակնհայտ փաստերը որտեղ նա օպերատիվներ չի իրականացնում նրա օպերատիվները կոֆե խմելն է հետո էլ հախ հավաքել այդպես են խոսում քաղաքում խոսում են նաև քաղաքում որ Կարեն Գևորգյանը սուպեր նարկոբարոն է Մնացածների մասին էլ այլ բաներ եւս խոսում են դրանց հերթով կանրադառնամ հիմա ամբողջ խնդիրը նա էր որ մենք փաստացի տեսանք որ Չիջոյանը շատ իր ազգանվան տերն է եւ մնացած բոլոր Չիջոյանի տեղակալները դարձել ու բանը ձեռնասունները Չիջոյան են Դուք տղամարդ չեք, դուք գործ եք հարուցել իմ լրագրողիս իգական սերի ներկայացուցիչ դեմ, ճիշտ է, ասել եք, որ ես արադավորել եմ ձեր ամբից անունը, դե բա եկեք եղեք, ինչ ես ասում, ես խաբար չեմ, որ ես տուժող եմ, տուժող չես, մարզիկ առաջի իրավապահն ես, ինչ ես թույլ տվել, որ կակոյնիբուց քննիչը քո անունը շոշափվի, քո անունը շոշափի, քեզ տուժող ճանաչի, ինչի դրան, ուրան է քո հագադիր կարծիք ասեմ քրեական գործ հարուցել այդ քննիչի նկատմամբ թե ինչու ես դու ունցի դու ով ես լագոտ ասեիր դու Չիջոյան որի անունը տալիս ես ես տուժող չեմ դե գրի հագարակը որ դու տուժող չես գրի որ դու չես դու չկաս այդ գործը դու ընդհանրապես կապ չունես լսի քո նկատմամբ քննիչը որոշում է կայացել դու դա չես վիճարկել ում ես էշի տեղ դերել Չիջոյան ինչից ես փախնում շատ բան եմ բացահայտել քո մասին շատ լավ բաներ եմ շատ եմ ծեպել падերին քո անգործությունը հա Մինչև ես չխորացրեցի հրայրիկի պատմությունը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության չհերկված բռնաբարի այդ կարմրաթուշիկի դրան մի բան խաղալիք մի հատ հոդվածով չձերբակալեցի քմել
Էլի բաներ եմ ձեզ ուղարկում, այդ նույն ծերանոցի տնօրենի հետ կապված, էլի իմ հայտնաբերումով եք դուք քրեական գործեր հարուցել, ճիշտ է, այդ Գինուր Զադիգյանի 71 ծերի մահվան դեպքով 2022-ից 24 թվականներին, բա դու որտեղ ես, ես ձեր փոխարեն աշխատեմ, հա, դուք էլ դրանից բանը ստվերում փող աշխատեք, հետո էլ ասեք, չէ, մենք իրանից տուժող չէ, էլ եմ ասում, տղամարդ տեղի, բա գեներալ ես, ասում ես, ես գեներալ, գեներալական, դու ասֆալտի գեներալ եղել ես ու ես փաստացի, եթե քո արածից հետ ես կանգնում, դու ու քո արեգը, եկաք ստեղ մտխլեցիք, խառնեցիք, մենտերին քսի տվեցիք ին վրա, մեր կողքի եք քաշվել, սրանց եք վառում, լավ եք անում, ապրեք, տժծրեցիք սրան, այդ մեկ, հարգելի ժողովուրդ, իսկ թվում է ստեղ ամեն ինչ պարզ է, Չիչոյանը եւ արեգը տուժող են, բայց իրականում զադնի են տրել, փախել են իրանց կարգավիճակից, քրեական գործով իրանք ունեն կարգավիճակ, այստեղ տեսակ գրած է, տրվում է ձեզ տուժողի կարգավիճակ, ասում են չէ, մենք երբևէ չենք հարցաքնվել, այ չեք հարցաքնվեիք, ինչ չեք հարցաքնվել, որպես տուժող պարտավոր եք հարցաքննել, բայց քննիչին ասեր այդ տղա, որը ինձ կանչ ներգրավել ես որպես տուժող, բայց տուժողին դե հարցաքննես, դե առերեսումներ լինեն, բայց դա չի եղել, ոչ նա եղել, ոչ նա եղել, ֆիքսեցինք, որ Չիչոյանը սդում է, Չիչոյանը իր ազգանվան տերն է, գործը կարել է իմ նկատմամբ, իմ դեմ, հիմա ինքը փախնում է միջից, այսպես պլստում է։ Երկրորդը, ուրեմն հարգելի ժողովուրդ, ես անցյալ օրը ես եւ իմ փաստաբան շատ հարգելի Տիկին Փոստանջյանը քայլում էինք խաղաղում եւ հանգարց տեսանք, որ կինո հոկտեմբերի, մեր հայրենի կինո հոկտեմբերի այդ աֆիշաները փոխված են եւ այդտեղ քաղաքացիական պայմանագիր Սարիկ Ծորիգի Գյումրու Բռնովի քաղաքապետի տեխնազուի պաստառներն են փակցված, որոշեցինք մտնել ներս, տեսնենք թե մեր սիրելի կինո հոկտեմբերը, որտեղ մենք հիմի չենք կարող գնալ կինո դիտելու, որովհետեւ իրանք դարձել են ԿՊՇՆիկների այդ ԿՊՇՆիկ Սարիգի ուրեմն շտաբը, պատկերացնում եք, մեր միակ կինոթատրոնը ԿՊ-ն վերածել է Սարիկ Ծորիգի, Սարիկ Մինասյանի, ուրեմն նախընտրական շտաբի եւ տեսանք մտանքներս, որ պաստառները կետնին փռած, իրենք ուրեմն այդտեղ աշխատանքներ են անում, օկուպացրել են փաստացի կինո հոկտեմբերը եւ մենք չենք կարող, դա չի ծառայում իր նպատակային նշանակությանը, մենք չենք կարող գնալ այդտեղ կինո դիտել եւ այլ հիանալ այդ ամեն ինչով, ինչն է այդտեղ խնդիրը, ձայնագրությունները տեղադրված են, դուք տեսել եք, բայց այդտեղ ի հայտ եկավ ոմն Հովանես Հարությունյան, դա Շիրակի նախկին մարզպետն էր, մինչև այդ ուրեմն առողջապահության նախարարի տեղակալ էր, եւ որտեղ եկավ ներկայացավ եւ երբ որ ես ասեցի, որ դուք քաղաքում հայտնի եք որպես կոռումպացված մարզպետ, կոռուպցիայի մեջ ինքը հանեց հեռախոսը եւ սկսեց ինձ ձայնագրել, թե հələ կրկնեք ձեր ասած, այո, կրկնում եմ, դուք քաղաքում հայտնի եք որպես կոռումպացված մարզպետ։ Ձայնագրության մեջ դա ասում է, ձայնագրության մեջ ուղղակի շփոթություն է առաջացել, ես եմ սխալվել, ես պիտի ասեի ոչ թե 43, այլ 41 դպրոցի տնօրենին հանեցիք, բերեցիք, դրեցիք, այսօրվա Շիրակի տուրիստավո մարզպետի Լևի Աբորինի տեղակալ, որովհետև այնտեղ վիճարկվող հարցեր կան, Արդուշիկ Հովհաննիսյանի կնոջը, այդ Արդուշիկ Թարախի գնդիգի կնոջը, Արմինե Գևորգյանին հանեցին, 41 դպրոցի տնօրենին, այդ աղջիկա գլխին սարքեցին, բերեցին, դրեցին այդ Արդուշիկի կնոջը, Արդուշիկը այսօր փոխմարզպետ է, այդ Հայաստան Կարաբեջանին, եւ դա արվել է հենց Հարությունյան Հովհաննեսի օրոք եւ ձեռամբ։ Բացի դա, պարոն Հարությունյան, դուք ինչի եք մոռանում, խո մենք գիտենք մամուլի հրաբարակումներ կա եւ այլ, երբ որ դուք փոխնախարար էիք, ինչքան հիշում եմ, ձեր հայրը Ավետիք Անուշավանի Հարությունյան ծնված 59 թվականին, ուրեմն ձերբակալվեց, ճիշտ է, ու դուք անմիջապես ձերբակալությունից հետո դիմում գրեցիք, դուրս եկաք, ձերբակալվեց, որովհետև ինքը հայ-ամերիկյան տնաշինական ստեղ կոմբինատի, կամ կարող է կոմբինատի անունը ես սխալ եմ տալիս, բայց գյումրեցիները գիտեն, տնաշինական կոմբինատի տնօրենն էր, եւ այնտեղ ես ինչքան հիշում եմ, այդպես էին խոսում քաղաքում, 300 միլիոնի փող էր
էր ձեր հայրը տարել, կապվում էր դա, եթե չեմ սխալվում, քաղաքում խոսվում էր, Արցախում դպրոցների համար ինչ-որ սեղանատոր պիտի պատրաստվեր այդ կոմբինատում, չէր արվե, ոչ մի հատ չէր արվե, այդպես էր խոսվում քաղաքում, և այդ մարդը այդ գումարը հափշտակել կերել էր, դրա հետևանքով էլ այդ Հայաստան համահայկական հիմնադրամի, ինչքան գիտեմ, այդ գործի շրջանակներում էր Արա Վարդանյանը ձերբակալվեց, բայց հանկարծ Հովհաննես Հարությունյանը նշանակվում է Շիրակի մարզպետ, չեմ հիշում որ թվականին, 2021 թե 19, և հայրը Ավետիք Հարությունյանը դուրս է գալիս բանդից, այդ ո՞նց է ստացվում։ Այդ ո՞նց է ստացվում, ու դուք հələ ասում եք, թե ինչ ասեցիք, ինձ փորձում եք բան հեռախոսով ցայնագրել, դուք ձեզ նայեք, քեզ նայեք, տղա ջան, իբր բժիշկ, հələ այդ քո Բեռլին պոլիկլինիկայում աշխատած ամեն ինչին ես դեռ անդրադառնալու եմ, սա ուրեմն հավելում են այն դրվագի, որ մարդիկ տեսել էին, և ես այդ Հովհաննես Հարությունյանի հետ կապված անկեղծ ասած շատ չէի դաշկերվել, գիտեի, որ ԿՊՇՆիկական հեշտական ծախորդությունն է մեր գլխին, այլ փաստերով խորանալ պետք չէ, այլ ծախողված չկայացած մարզպետներից էր այդ շարքի մեջ, դրա համար չէի խորանում, բայց հիմա դուք ինձ ստիպեցիք, որ ես խորանամ ձեր բոլոր դրվագների մեջ, ձեր հոր վերաբերյալ փաստը ես ներկայացրեցի, փաստ, մամուլի հրապարակումներ, խոսակցություններ Գյումրիում, դու դրա մասին մտածի, այդ ո՞նց էր այդպես բանը, պաստոյկի Սմիրնա կանգնել, ասում էիր, ես Հովհաննես Հարությունյանն եմ, հələ պիտի ճշտեմ, բանակում ծառայել ես, թե չէ, եթե չես ծառայել, ինչի չես ծառայել, ԿՊՇՆիկներին բնորոշ են հոդվածով չես ծառայել, եթե ծառայել ես, ինչպես ես ծառայել, եղբայրդ որտեղ է ծառայել, հələ կանդրադառնամ։ Ես էլ նրա այն դրվագով, որ ես զանգեր ստացա այդ տղային մարդիկ տեսել էին կադրերի մեջ, տարապ ստացա զանգերից, թե իսկ դու գիտես, թե դա ինչ է արել, դա ինչ է, անկեղծ ասած էլ եմ ասում, չգիտեի, բայց հիմա իմացա խորացնելու եմ, այնպես որ ես էլ առիթ կունենամ քեզ այդպես հանել, կամերայի դեմ նկարել և ասել հələ խոսիր քո կոռուպցիայից, միայն այն, որ քո օրոք շարունակել է աշխատել Արմինե Սուկյասյանի պես կոռումպացվածը, Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը, կամ քո օրոք որպես մարզպետի մնացած կոռումպացվածներն են աշխատել Հրայրիկ, Բյուրագնի դպրոցի տնօրեն և այլ, արդեն իսկ փաստում է քո անձնական կոռուպցիայի և ձեր ԿՊՇՆիկական այդ կոռուպցիոն բուրգի մասին։ Այսքանը ես ուզեցա հարգելի ժողովուրդ ձեզ ներկայացնել, որովհետև եղել էին ցայնագրություններ, որպեսզի ձեզ պաստառնա, թե ինչի այսօր Արմեն Դմիտրի Չիչոյանը պագոնավոր այդ գեներալը, որը տուժող է քրեական գործով, որը հսկել է իմ նկատմամբ քրեական գործը, որպեսզի գնա զինվորական 10-րդ բաժին, ինքը և իր տեղակալը, իրենք տուժող են ճանաչվել, այսօր ասում են, չէ, մենք տուժող չենք, yaman, հեռու մենք տուժող չենք, մենք դրանից տեղյակ չենք, սրանք, գիտեք, հիշում եք, չէ, մենք դասարաններում ունեինք, չէ, մեր ընկերները, որ դաս չէին պարապում, 10 հատ պատճառ էին բերում, ասում էին տունը լույս չկար, դասագրքից մեջից էջը կորել էր, չկար, գիտեք, իմенно հենց այդ էջը, որը մենք պիտի սովորեինք այդ օրվա դասը, դա պոկված էր բացակայում է այդ մագարտակի 3-4 դասարանի սդախոս են, դուք ինչ իրավաբան, դուք իրավաբանի տնազե չեք, դուք իրավաբանի պատենտել չեք, դուք իրավաբանության զավխոզել չեք, դուք ընդամենը պատահականություն եք այդ ոլորտում, որ եկել եք Շիրակի մարզ, ծառայում եք օրվա ԿՊՇՆիկ իշխանություններին, խոնարհաբար, այսպես գլուխները դիճեցնում եք, ասում եք դրեք կոշիկներս մեր գլխին, մենակ մեզի պաշտոնից ու պարգևավճարից մի զրկեք, մենք ստեղ ձեզի ծառայենք, Աղեգյան Լիլիթի և մյուս ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործեր կարենք, քաղաքական ենթատեքստով, բասա պատվերի շրջանակներում է, ով չի հասկանում, այն ժամանակ պատվեր էր տված, որ այդպես արագ, լռեցնեք Աղեգյան Լիլիթին, այն ժանգոտած գործիք Արմինե Սուկյասյանին էլ կապել եք գլխից, դրան վաղը ես կանդրադառնամ հարգելի ժողովուրդ, իմ ետերում դրա այդ բաներին էլի թատերական բեմականացումներին, բայց սա էր իրականությունը, այս է Չիչոյանի բանը, մեկ դերասանի թատրոնը Գյումրիում, մեկ դերասանի է չէ, կես դերասանի թատրոնը, դերասանի շորերն ճղրդած են, այս է, այս կանը, շնորհակալություն ուշադրության համար։